Հարգելիներս բարև ձեզ, ուղիղ 10 դար հայերը քննարկում են, թե ով եւ ինչպես հանձնեց հայկական լեռնաշխարհում եղած վերջին հայկական թագավորությունը, Անիի Բագրատունյաց թագավորությունը։ Ուղիղ 1000 տարի է հայերը քննարկում են, թե ով էր Անիի անկման մեղավորը, ով էր դավաճանը, ով էր հայրենասերը։ Այս ծանր քննարկման, եթե կուզեք, բանավեճի պատճառը հասկանալի է։ Թեման չափազանց զգայուն է, որովհետև հայերը մի ազգ են, որ 1000 տարի առաջ կորցրել են պետականությունը եւ շուրջ 10 դար մաքարել են ու գոյատևել են առանց պետականության, այսինքն առանց քաղաքական անկախության համակարգի։ Այդ պատճառով էլ մենք հայերս արդեն 1000 տարի է փորձում ենք հասկանալ, թե ինչպես բուն Հայաստանի տարածքում կորցրեցինք թագավորությունը եւ ով էր դրա մեղավորը։ Եթե այս տեսանյութը կհավանես, ապա գրանցվիր մեր էջին, լայքիր տեսանյութը, տարածիր կամ մեկնաբանիր։ Դրանով մեծ օգուտ կտաս այս նախագծի շարունակականությանը։ Վերջին հազարամյակում տարածված կարծիք կա, թե իբր Անիի Բագրատունյաց թագավորությունը 1045 թվականին դադարել է գոյություն ունենալ մեծագույն ազգային պետական դավաճանության պատճառով, եւ այդ դավաճանի անունը կաթողիկոս Պետրոս Գետադարձ է։ Այս շատ տարածված կարծիքը, ինչպես ասում են, ժողովրդական լայն զանգվածների շրջանում սկսել է տարածվել դեռևս 20-րդ դարի սկզբներից, բայց ինչպես ասում են, արդյունաբերական ծավալների է հասել խորհրդային տարիներին։ Մանդելայի էֆեկտի այս թողարկման շրջանակներում փորձենք միասին հասկանալ, թե 1000 տարի առաջ ինչու եւ ինչպես ընկավ հայկական լեռնաշխարհի տարածքում վերջին հայկական թագավորությունը, նույն ինքը Անիի Բագրատունյաց թագավորությունը, ինչպիսի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով էր պայմանավորված Անիի անկումը, ինչն է ճիշտ, ինչը հորինվածք եւ վերջի վերջո արդյոք ճիշտ են նշանակված մեղավորները։ Գնացինք։ Կա մի պարզ ճշմարտություն, որը ոչ մի կերպ հնարավոր չէ հերքել։ Բագրատունյաց հայոց թագավորության վրա ի սկզբանե աչք էր դրել բյուզանդական կայսրությունը, եւ հենց բյուզանդական կայսրության երկարամյա հետևողական ու դաժան գործունեության արդյունքում անկում ապրեց Անիի թագավորությունը։ Կարելի է ասել, որ Բագրատունյաց թագավորությունը բյուզանդացիների թիրախում էր հայտնվել իր հիմնադրման առաջին իսկ պահից, եւ այս գործընթացի սկիզբը թերևս պետք է համարել 863 թվականը, երբ բյուզանդական հայազգի զորավար Պետրոնաս Մամիկոնյանը, ով Թեոփիլոս կայսեր կնոջ Թեոդորայի եղբայրն էր, ջախջախում է Մելիտինեի Ամիր Օմար իբն Ալակտայի գլխավորած զորքերը։ Այս դրվագով արաբների դեմ մղված դարավոր պայքարի նախաձեռնությունն անցնում է բյուզանդացիների կողմը։ Երկդարյա քնից հետո բյուզանդական կայսրության արտաքին քաղաքականության մեջ կրկին հրապարակ եկավ այսպես կոչված հայկական հարցը։ Դեռ 591 թվականին Հայաստանի երկրորդ բաժանման ժամանակ Պարսից Խոսրով երկրորդ Փարվեզ արքան Բյուզանդիային էր հանձնել Հայաստանի շրջաններ, որոնք հետագայում արաբական խալիֆայության մաս էին կազմել, իսկ ավելի ուշ Բագրատունյաց եւ հայկական այլ իշխանատոհմերի համար պայքարի արդյունքում կրկին միավորվել էին անկախ հայոց թագավորության մեջ։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի չափազանց կարևոր դրվագի վրա։ Երբ բյուզանդական կայսրությունը վերստին նպատակ էր դրել տիրանալու հայկական տարածքներին, գործարկում է ոչ միայն զինված ուժերը եւ դիվանագիտությունը, այլև իր տարածքային հավակնությունները հիմնավորելու համար առաջ է քաշում այսպես կոչված պատմականության գործոնը։ Այսպես 867-886 թվականներին գահակալած ծագումով հայ Վասիլ կամ Բարսեղ առաջին մակեդոնացի կայսրն իրեն արշակունի էր հռչակել, թեև նրա երակներում արշակունիներից 1 գրամ անգամ արյուն չէր հոսում։ Դիմելով այս քայլին Վասիլը նպատակ ուներ ոչ միայն քողարկելու իր հասարակ ոչ ազնվական ծագումը եւ օրինականացնելու բյուզանդական գահի նկատմամբ իր իրավունքները, այլև հեռուն գնացող նպատակներ ուներ Հայաստանի մասով, այն է իրեն հռչակել նաեւ Հայաստանի տերը։ Բանն այն է, որ Հայաստանում արշակունյաց արքայատոհմի գոյության ժամանակ հայկական բոլոր նախարարական տները
իշխող արքայատոհմի ստորականներն էին, այդ թվում եւ 9-րդ դարում անկախություն ձեռք բերած եւ իրենց իշխանությունները հռչակած բագրատունիները, արծրունիները, անձևացիք, սյունիները եւ այլն։ Իրեն հռչակելով Արշակունի Վասիլ առաջին կայսրը ցանկանում էր հանդես գալ այս բոլոր իշխանատոհմերի որպես վերադասը, սյուզերենը եւ իրավունքի տեսանկյունից իրեն ենթարկել ամբողջ Հայաստանը։ Կայսրը այս քաղաքականությունը փորձ էր արվում ամրագրել նաև մի շինծու տեսությամբ, թե իբր Արշակ արքայի քաջության եւ ձեռք բերած փառքի պատճառով հին պարթևական մի օրենք կամ ավանդույթ կա, որ Արշակի մահից հետո պարթևների, մարերի եւ հայերի վրա պետք է թագավորեն միայն ու միայն արշակունիների շառավիղները։ Պարզ է, չէ՞, այս հորինվածքի նպատակը։ Քանի որ Վասիլ առաջինը, այսպես կոչված Արշակունի էր, այդ օրենքի համաձայն նա պետք է թագավորեր հայերի վրա եւ ոչ թե բագրատունիները, սյունիները կամ ասենք արծրունիները։ Այնուամենայնիվ այս շինծու տեսությունները, օրենքները կամ ադատները բագրատունյաց հայոց թագավորության վերնախավի համար ոչ մի բան էին, հատկապես այն ժամանակներում, երբ թագավորությունը բավարար ուժեր ուներ պաշտպանվելու եւ իր անկախությունը նմանատիպ ոտնձգություններից պաշտպանելու համար։ Բայց եւ այնպես բյուզանդական կայսրությունը դանդաղ, բայց շատ հաստատուն քայլերով մոտենում էր հայոց թագավորության սահմաններին։ Վասիլ առաջինին հաջորդած Լևոն 6-րդ կայսրը արաբական խալիֆայությունից մնացած փշրանքների տարբեր ամիրայությունների դեմ պայքարելու համար օժանդակում էր նույնիսկ Բյուզանդիայի երբեմնի կատաղի թշնամիներին, զինված պավլիկյան աղանդավորներին։ Եվ այսպես կայսրությունն արևելքում մոտեցավ ընդհուպ հայկական սահմաններին։ Գործը հասավ նրան, որ բյուզանդացիների ռազմաքաղաքական օրակարգում հայտնվեց արաբների իշխանության ներքո գտնվող Թեոդոսոպոլիս նույն ինքը Կարին քաղաքի նվաճումը։ Այս դիպվածը չափազանց ուշագրավ է եւ ամբողջովին բացատրում է այդ ժամանակների հայ-բյուզանդական հարաբերությունների էությունը։ Այսպես, Կարինը նվաճելու համար բյուզանդացիներին օդ ու ջրի նման անհրաժեշտ էր Կեցեոն ամրոցը, որը հայերի ու վրացիների ձեռքում էր։ Հակառակ կայսրության բոլոր խոստումներին, թե Թեոդոսոպոլիսի գրավումից հետո Կեցեոնը կվերադարձվի տերերին, հայերն ու վրացիները այդ ամրոցը ոչ մի կերպ չզիջեցին բյուզանդացիներին։ Բանն այն է, որ հայերն ու վրացիները չէին ցանկանում, որ Բյուզանդիան գրավի Թեոդոսոպոլիսը, նախընտրելով, որ մնա այն արաբների ձեռքում։ Պատճառը շատ պարզ է։ Թուլացած արաբները վաղուց հայերի ու վրացիների համար լուրջ վտանգ չէին սպառնում, իսկ Բյուզանդիան ոչ թե պարզապես սպառնալիք էր, այլ դարերի հարաբերությունների փորձից ելնելով գոյաբանական վտանգ էր։ Հայերին ու վրացիներին ավելի ձեռնտու էր, որ իրենց եւ Բյուզանդիայի միջև բուֆերային միավոր լինի, այլ ոչ թե ընդհանուր սահման ունենան կայսրության հետ։ Սակայն հայերի ու վրացիների դիմադրությունը երկար չտևեց։ 949 թվականին բյուզանդական կայսրությունը նվաճեց Թեոդոսոպոլիսը եւ ընդլայնեց նվաճողական քաղաքականությունը դեպի արևելք ու հարավ-արևելք։ Հերթի մեջ հայտնվեցին հայոց Տարոնի, Տայքի եւ Վասպուրականի նվաճումը։ Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել մի շատ կարևոր փաստի ավելի շուտ խապկանքի վրա։ Շատերին թվում է, թե վերջին թագավորությունը, այսինքն Անիի Բագրատունյաց թագավորությունը, երբեմնի միասնական ու արշակունիների ժամանակների մեծ հայքի ծավալներն ուներ։ Ոչ, նախ Բագրատունյաց Հայաստանն իր հզորության գագաթնակետին անգամ ծավալներով ավելի փոքր էր, քան Արշակունյաց Հայաստանը, եւ հետո Անիի անկման պահին Բագրատունյաց թագավորությունը ընդամենը սահմանափակվում էր մոտավորապես այսօրվա Շիրակի մարզի ու Կարսի մարզի տարածքներով, գուցե մի փոքր ավելին։ Այդ պատճառով էլ այն հաճախ հենց այդպես էլ անվանվում էր՝ Շիրակի թագավորություն։ Շատ չխորանալով նրբությունների մեջ այնուամենայնիվ արձանագրենք, որ Բագրատունյաց թագավորությունն ըստ էության միշտ է եղել համադաշնություն, հիմնված հիմնականում Սյունիքի սյունիների իշխանական տան, Վասպուրականի արծրունիների իշխանական տան եւ Արցախի առանշահիկների իշխանատան վրա։ Բագրատունյաց թագավորությունը մեկ միասնական Հայաստան էր ու կենսունակ էր այն ժամանակ, երբ այս հզոր իշխանական տներն ընդունում էին Բագրատունիների գերիշխանությունը, բայց երբ 10-րդ դարի սկզբներից այս իշխանական տոհմերը դե ֆակտո անկախացան,
Բագրատունյաց թագավորությունը սահմանափակվեց Անի քաղաքով ու հարակից տարածքներով։ Անի Բագրատունյաց թագավորությունը կլանելուց առաջ բյուզանդական կայսրությունը հետևողականորեն մոտենում էր Անիին, մինչև Բագրատունիներին հասնելը կլանելով փաստացի Բագրատունիներից անկախացած Տարոնի, Տայքի եւ Վասպուրականի հայոց պետական միավորումները։ Այս հերթի մեջ Տարոնն առաջինն էր։ Տարոնի իշխանության դրությունը հենց սկզբից բարդ էր։ Գտնվելով բյուզանդական կայսրության եւ արաբական խալիֆայության կոնտակտային գոտում, Տարոնի իշխանները հսկայական ճիգեր էին գործադրում, որպեսզի պաշտպանեն իրենց համեմատական անկախությունը եւ ինքնուրույնությունը։ Հայկական արմատներով ի դեպ նաեւ հայերեն խոսացող ու գրող Բյուզանդիայի կայսր Կոնստանտին Տիրանացին իր աշխատություններից մեկում Տարոնի իշխանի քաղաքականության մասին գրում է. Տարոնի իշխան Գրիգորը բյուզանդական կայսեր բարեկամն էր խոսքով միայն, բայց գործով խալիֆային էր աջակցում։ Նա հաճախ ուղեցույցի դեր էր խաղում կայսրության վրա արշավող արաբական զորքերի համար եւ բյուզանդացիների գաղտնի ծրագրերը հայտնում էր արաբներին։ Մեզ չեն հասել գրառումներ, թե ինչ էր մտածում Տարոնի իշխանի մասին խալիֆան, բայց կարծում եմ բյուզանդական կայսեր կարծիքից նրա կարծիքը շատ չէր տարբերվելու։ Ակնհայտ է, որ Տարոնի իշխանները ստիպված էին այսպես մանևրել երկու կայսրությունների միջև, որպեսզի գոյատևեն։ Այնուամենայնիվ, արդեն Լևոն 6-րդ կայսեր օրոք բյուզանդացիներին հաջողվում է ստիպել Տարոնի իշխան Գրիգորին խզել հարաբերությունները խալիֆայության հետ եւ դառնալ Բյուզանդիայի վասալը։ Սակայն սրանով բյուզանդացիները չեն սահմանափակվում։ Գրիգոր իշխանի մահվանից հետո Տարոնի իշխանությունը մի կողմից բաժանվում է նրա որդիներ Բագրատի եւ Աշոտի միջև, մյուս կողմից Ապոգանեմի որդի Թորնիկի միջև։ Այս սուր պայքարում աջակցության դիմաց բյուզանդացիները ստիպում են Թորնիկին իր բաժինը կտակել Բյուզանդիային։ Մյուս կողմից էլ իշխան Աշոտն է իր բաժինը կտակում Բյուզանդիային ու շուտով կասկածելի հանգամանքներում մահանում։ Այսպիսով Տարոնի իշխանապետության կլանման հարցը լուծված էր, իսկ թե որքանով էր կտակը ինքնակամ եւ մահը բնական, ցույց է տալիս հանգամանքը, որ երբ այս դեպքերից 10 տարի անց Բյուզանդիայի դեմ ապստամբություն է բռնկվում, առաջինն այդ ապստամբությանը միանում են Աշոտի որդիներ Գրիգորն ու Բագրատը։ Իշխան Աշոտի այսպես կոչված կտակն ու այսպես կոչված մահը այդ ժամանակների հայկական միջավայրում առաջինն էին։ Դրանց հաջորդելու էին այլ այսպես կոչված կտակներ ու այսպես կոչված մահեր։ Բանն այն է, որ բյուզանդական կայսրությունում քաղաքական ահաբեկչությունը իրոք պետական մակարդակի էր բարձրացված։ Ամրանալով Տարոնում բյուզանդացիները սկսում են արաբ ամիրանների ձեռքում գտնվող Հայաստանի մի շարք շրջանների նվաճումը։ 968 թվականին կայսրությունը գրավում է Ապահունիքի կենտրոն Մանասկերտ քաղաքը, իսկ արդեն Հովհաննես Չմշկի կայսրը փորձում է զորքով մտնել Հայաստանի խորքերը, սակայն Աշոտ 3-րդ Բագրատունի արքան շուրջ 80,000-անոց բանակում կուտակվում է Հարկ գավառում, ի ցույց դնելով, որ զինված դիմադրություն է ցուցաբերելու կայսրությանը։ Ճիշտ է, Չմշկի կայսրը նահանջում է, բայց զինված ներխուժման փորձ 993 թվականին կատարում է նաև նրա հաջորդը՝ Վասիլ II կամ Բարսեղ II Բուլղարասպանը, եւ նույնպես անհաջողության է մատնվում։ Ահա այս պահից է, որ բյուզանդացիները Հայաստանի հարցում փոխում են իրենց մարտավարությունը։ Հասկանալով, որ զինված ճանապարհով հայկական հարցը լուծելու փորձը Բագրատունի արքաների շուրջը համարյա թե համահայկական կոնսոլիդացիա է ապահովում, կայսրությունը զենքի մարտավարությունը փոխում է դիվանագիտությամբ, ավելի շուտ հին եւ բարի հռոմեական բաժանիր որ տիրես քաղաքականությամբ։ Այսպես ամրանալով Տարոնում Բյուզանդիան իր ուշադրությունը սևեռում է Տայքի կուրապաղատության վրա, ինչպես եւ Տարոնի դեպքում Տայքի կուրապաղատ Դավիթին ստիպում են իշխանությունը կտակել կայսրությանը։ Ինչպես ասում են, թարսի պես այս Դավիթ իշխանը երկարակյաց էր, իսկ կայսրությունն էլ շտապում էր տեր կանգնել իր ժառանգությանը։ Միջնադարյան հայ պատմագիր Արիստակես Լաստիվերցու վկայությամբ 1000 թվականին Զատկի օրը կայսեր գործակալ վրաց arczepiskopos Իլարիոնը խեղդամահ է անում քաղկեդոնական դարձած Դավիթ կուրապաղատին։
Տայքի նվաճումից հետո Բյուզանդիան միանգամից չանցավ Անիի Բագրատունյաց թագավորության նվաճմանը։ Հերթը Վասպուրականի Արծրունյաց թագավորությանն էր։ Վասպուրականի նվաճման համար 11-րդ դարի սկզբին Բյուզանդիայի համար առաջին հայացքից բավականին բարենպաստ իրավիճակ էր ստեղծված։ Ասպարեզ էին եկել Օղուս թուրքերը, որոնց բյուզանդական կայսրությունը լուրջ չէր ընդունում, բայց որոնք լրջագույն վտանգ էին Վասպուրականի համար։ Այն Վասպուրականի, որը պատվարի նման կանգնած էր կայսրության հարավում եւ թույլ չէր տալիս տարատեսակ նվաճողներին մուտք գործել բյուզանդական փոքրասիական տարածքներ։ Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու որդի Դավիթը այնուամենայնիվ փորձել է ռազմական դիմադրություն ցուցաբերել սելջուկ թուրքերին, բայց փորձն անհաջող էր։ Ռազմական օգնության խնդրանքով Սենեքերիմ թագավորը դիմում է քրիստոնյա հավատակից եղբայրներին, բյուզանդացիներին, եւ իր որդի Դավիթի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Կոստանդնուպոլիս։ Բարսեղ II բուլղարասպան կայսրը ընդառաջում է Վասպուրականի թագավորի խնդրանքին եւ Վասպուրական է ուղարկում 1015 թվականին Բուլղարիայի Մոգլենա շրջանում գերեվարված բուլղարներին, բայց իրականում կայսրը նրանց հանձնարարել էր ոչ թե օգնել Վասպուրականը պաշտպանել սելջուկ թուրքերից, այլ Վասպուրականը տակնու վրա անել ու պայթեցնել ներսից։ Այսպիսով սելջուկ թուրքերի սարսափելի արշավանքի վտանգի առջև կանգնած Վասպուրականը բյուզանդացիները վերջնական ոչնչացման վտանգի առաջ կանգնեցրեցին եւ Սենեքերիմ Արծրունուն ոչինչ չէր մնում անել, քան համաձայնվել Վասիլ II-ի պահանջին ու Վասպուրականի Արծրունյաց թագավորության 8 քաղաքներով, 72 բերդերով եւ 4000 գյուղերով հանձնել Բյուզանդիային, այն փոխարինելով Սեբաստիայի հետ, որտեղ Սենեքերիմ Արծրունին տեղափոխվել է 1021 թվականին, արքունիքով, զորքով ու մերձավորներով, Վասպուրականից իր հետ Սեբաստիա տանելով 70-ից 80 հազար մարդ։ Այստեղ նա իշխել է բյուզանդական մագիստրոսի կոչումով եւ կուսակալի իրավունքներ է ունեցել։ Պատմական արդարության համար պետք է անպայման նշել, որ Արծրունյաց վերջին արքա Սենեքերիմը թուլամոր մարդ չէր, ով համաձայնվել էր իր հայրենիքը փոխանակել այլ տարածքի հետ։ Սենեքերիմ Արծրունին իսկապես այլընտրանք չուներ։ Կանգնած լինելով սելջուկ թուրքերի նվաճման առջև, Սենեքերիմ արքան օգնություն կարող էր խնդրել միայն Բյուզանդիայից, այլ ուժ ուղղակի չկար։ Սեփական ուժերով նա չէր կարող դիմադրել սելջուկ թուրքերին, որոնց 20-25 տարի անց չկարողացավ դիմադրել այդ նույն բյուզանդական կայսրությունը, որը վերացնելով Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը թուրքերի առջև իր իսկ ձեռքերով բացեց սեփական դարպասները։ Ամենայն հավանականությամբ Սենեքերիմ թագավորը հաշվի էր առել նաև Տարոնի եւ Տայքի տիրակալների հետ կատարված ու հասկացել էր. ստեղծված իրավիճակում միևնույնն է, բյուզանդացիներն ամեն գնով, այդ թվում եւ թագավորին ֆիզիկապես ոչնչացնելու գնով հասնելու են իրենց նպատակին։ Սենեքերիմ Արծրունու հետ կապված մի հետաքրքիր դիպված էլ կա։ Երբ 1026 թվականին Սենեքերիմ Արծրունին մահանում է, նրան չեն հուղարկավորում Սեբաստիայում։ Իր կտակի համաձայն Սենեքերիմ Արծրունին հուղարկավորվում է հայրենի Վասպուրականում, Վարագավանքում, այն նույն Վարագավանքում, որը հենց ինքն էր ժամանակին կառուցել։ Տարոնի, Տայքի ու հետո Վասպուրականի բռնակցումը եւ դրան հաջորդած բյուզանդական վարչակարգի հաստատումը բարդացրեցին Բագրատունիների վիճակը, քանզի կայսրության առաջնահերթ նպատակը դարձավ Անիի Բագրատունյաց թագավորության կամ ինչպես բյուզանդական աղբյուրներում է երբեմն հիշատակվում մեծ հայքի նվաճումը։ Հասկանում էր Անիի վերնախավի իրավիճակի բարդությունը, անկասկած այո, հասկանում էր։ Բյուզանդական վտանգը զգում էին նաև վրաց տիրակալները, ուստի քաղաքական օրակարգի հարց էր դարձել հայ-վրացական դաշինքը, որի հիմքը դրվել էր դեռևս 10-րդ դարի սկզբներին։ Երբ 1020 թվականին մահանում է Գագիկ I Բագրատունի արքան ու նրա որդիներ Հովհաննես Սմբատն ու Աշոտը հոր գահի համար պայքար են ծավալում, մեծամասամբ հենց վրաց արքայի միջնորդությամբ են եղբայրները պայմանավորվում, որ Անի մայրաքաղաքում եւ շրջակայքում գահակալելու է Հովհաննես Սմբատը, իսկ մնացած հատվածում Աշոտ IV-ը։ Անշուշտ այս համաձայնության գործում մեծ է եղել նաեւ սպարապետ Վահրամ Պահլավոնու եւ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի դերը։
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ Հովհաննես Սմբատի ու Աշոտի համաձայնությունում կար մի շատ կարևոր դետալ, այն է, քանի որ Հովհաննես Սմբատը ժառանգ չուներ, նրա մահից հետո անին ու շրջակայքը պետք է անցնեին Աշոտ 4-ին, ով որդի ուներ։ Հիշենք այս դետալը։ Հաշված ամիսներ անց 1021 թվականին հայոց եւ վրաց արքաների հետ տեսակցելու, բանակցելու, ավելի շուտ նրանց հաշիվներ ներկայացնելու նպատակով Բարսեղ II կայսրը ժամանում է Տրապիզոն։ Հովհաննես Սմբատ արքան, ով առանձնապես քաջարի մեկը չէր, վախենում է մեկնել Տրապիզոն ու կայսեր հետ հանդիպելու եւ բանակցելու ուղարկում է Պետրոս Կաթողիկոսին։ Թուլամորտ արքան կաթողիկոսին կարգադրում է, որ կայսերն առաջարկի Անիի թագավորությունը կտակել Բյուզանդիային։ Հիշում եք, չէ՞, ամիսներ առաջ Հովհաննես Սմբատը համաձայնվել էր, որ իր մահից հետո Անիի թագավորությունը պետք է անցներ իր եղբայր Աշոտին։ Շատ են եղել պնդումներ, թե իբր Պետրոս Կաթողիկոսը բյուզանդամետ էր, այսօրվա մեր բառապաշարով ասած արևմտամետ, եւ կտակի գաղափարն իբր կաթողիկոսինն է եղել։ Ու երբ նա վերադարձել է Անի, այդ կտակի համար պատժվել է թագավորի ու հայոց վերնախավի կողմից, նույնիսկ ժամանակավորապես զրկվել է կաթողիկոսի գահից։ Անկերներ, եթե այս տեսանյութը կհավանեք, ապա գրանցվեք մեր էջին, լայքեք տեսանյութը, տարածեք կամ մեկնաբանեք, դրանով մեծ օգուտ կտակ այս նախագծի շարունակականությանը։ Մի կողմ թողենք հանգամանքը, որ կաթողիկոսն առանց լիազորությունների չէր կարող թագավորություն հանձնելու հարց լուծել։ Այս պնդումը նախ եւ առաջ հերքում են բյուզանդական աղբյուրները, նշելով, որ այդ առաջարկը կայսրին եղել է Հովհաննես Սմբատի կողմից։ Այսպես, բյուզանդացի պատմագիր Հովհաննես Սկիլիցեսը բառացիորեն գրում է. Կայսրը ընդառաջ գնաց Հովհաննես Սմբատի խելամտությանը, մագիստրոսի պատվաստիճան շնորհեց եւ նշանակեց Անիի ու մեծ հայք կոչվածի Ցմահ կառավարիչ, նրանից գրավոր փաստաթուղթ պահանջելով, թե իր Հովհաննեսիկի մահից հետո համայն իշխանությունը դառնում է հռոմեական պետության բաղկացուցիչ մասը։ Տեսակ չէ, Սկիլիցեսը նշում է, որ կայսրը Հովհաննես Սմբատի կտակը գրավոր է պահանջել։ Սա նշանակում է, որ բյուզանդացիներն այդ գրավոր փաստաթուղթը ստացել են, իսկ նման փաստաթուղթ կաթողիկոսը չէր կարող տալ։ Նման փաստաթուղթ կարող էր տալ միայն ու միայն մեկ մարդ՝ Բագրատունյա царքա Հովհաննես Սմբատը։ Հիմա վերադառնանք Պետրոս Կաթողիկոսի այսպես կոչված բյուզանդամետությանը։ Պետրոս Կաթողիկոսը հայտնի է Գետադարձ անվանումով։ Ճակատագրի հեգնանքով այս անվանումն առաջացել է Տրապիզոնում այն ժամանակ, երբ նա գործուղվել էր կայսեր հետ տեսակցելու եւ իբր թե Բագրատունյաց թագավորությունը հանձնել էր բյուզանդացիներին։ Ինչպես է առաջացել Գետադարձ անվանումը։ Ուրեմն Տրապիզոնում Բարսեղ կայսեր ու բյուզանդական ավագանու ներկայությամբ Պետրոս Կաթողիկոսը մասնակցել է ջրօրնեքի հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում բյուզանդացիները փորձում են դեմոնստրատիվ կերպով ստորացնել հայոց կաթողիկոսին։ Ծեսի ժամանակ Պետրոս Կաթողիկոսի գլխավորությամբ հայ հոգևորականներին կանգնեցնում են գետի հոսանքի վերին մասում, իսկ հույն հոգևորականները կանգնում են գետի հոսանքի ստորին հոսանքում, որպեսզի հայերի օրնած ջուրը վերստին օրհնեն։ Սակայն երբ Պետրոս Կաթողիկոսն օրհնում է ջուրը, իսկ նրանից հետո ջուրն օրհնում են հույն հոգևորականները, գետի հոսանքը կանգ է առնում, ապա հետ է վերադառնում, այսինքն գետի ստորին հոսանքում հույների օրնած ջուրը վերստին օրհնում է Պետրոս Կաթողիկոսը։ Բնականաբար ջրօրնեքի մասնակիցները շոկի մեջ են հայտնվում ու Պետրոսին հրաշագործ հատկություններ վերագրում։ Այս դիպվածից հետո է նա ստացել Գետադարձ անվանումը։ Անշուշտ այս դիպվածը ժամանակակից գիտնականները բացատրում են այնպես, որ ամենայն հավանականությամբ տեղանքից ոչ հեռու վայրում երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով գետի հոսքը ժամանակավորապես խաթարվել է։ Հարց է առաջանում, եթե Պետրոս Կաթողիկոսը բյուզանդասեր էր կամ բյուզանդացիների գործակալներ, ապա ինչու էին բյուզանդացիները ջրօրնեքի արարողության ժամանակ կայսեր մակարդակով փորձում ստորացնել իրենց գործակալին կամ իրենց կողմն անցած մարդուն։ Չկա որևէ տրամաբանություն, ուստիև ակնհայտ է Պետրոս Կաթողիկոսին վերագրվող բյուզանդական գործակալի կամ դավաճանի պիտակը անհիմն է առնվազն 1021 թվականի տրապիզոնյան այս իրադարձությունների դրվագով։
Այսպես կոչված կտակից հետո Անիի Բագրատունյաց թագավորությունում սկսվում է կրկնվել այն, ինչին մենք արդեն քաջածանոթ ենք այս դեպքերից տասնամյակներ առաջ Տարոնում, հետո նաև Տայքում տեղի ունեցած կտակով պայմանավորված մահերից։ Ստեղծված իրավիճակում կայսրության համար վտանգավոր էր նախ եւ առաջ Աշոտը, քանզի Բյուզանդիային կտակելուց առաջ Հովհաննես Սմբատը հայոց թագավորությունը կտակել էր եղբորը, եւ հետո Աշոտը միշտ կարող էր հանդես գալ որպես հայոց միահեծան թագավոր, եւ որ պակաս կարեւոր չէր, նա ուներ հայոց գահին հավակնող ժառանգ՝ Գագիկը։ Հենց դա էլ մտահոգում էր կայսրությանը։ Նախ մահացավ Աշոտը, քանի որ հենց նա էր կայսրության համար ամենավտանգավորը։ Նա Բյուզանդիայի հետ որևէ պայմանագիր չուներ, որևէ պարտավորվածություն չուներ, ավելին հայոց թագին հավակնող որդի ուներ։ Բնականաբար Աշոտի մահից հետո ինչ է տեղի ունենում, մահանում է Հովհաննես Սմբատը։ Շատ արագ մեջտեղ է գալիս Տրապիզոնի համաձայնագիրը։ Ընդամենը 1 տարի գահակալած Միքայել Կալաֆատես կայսրը հայոց թագավորի մահվան լուրն առնելուն պես պահանջում է իր ժառանգությունը, սակայն հավանաբար հայկական վերնախավը մերժել է հանձնել թագավորությունը, ուստի եւ կայսրը մտմտում էր դեպի Անի ռազմական արշավանք ձեռնարկելու մասին։ Միաժամանակ 1042 թվականին հայոց վերնախավը գահ է բարձրացնում Աշոտ IV-ի որդուն, 18-ամյա Գագիկին։ Նրան թագադրել է Պետրոս Գետադարձ կաթողիկոսը Անիի մայր տաճարում։ Արդեն հաջորդ կայսր Կոստանդին 9-րդ Մոնոմախը չափազանց լուրջ էր տրամադրված Անիի Բագրատունյաց թագավորությանը ձեռք գցելու հարցում եւ այս վտանգը գոնե թե ժամանակավորապես արկախելու համար Բագրատունյաց արքունիքը կրկին դիմում է Պետրոս կաթողիկոսին ու նրան ուղարկում է Կոնստանդնուպոլիս, որտեղ այնքան համոզված էին, թե Պետրոս Գետադարձը Կոնստանդնուպոլիս է ժամանում Քաղկեդոնի որոշումների տակ ստորագրելու եւ հայ առաքելական եկեղեցին բյուզանդական եկեղեցու մեջ տարալուծելու համար, որ ամենաբարձր մակարդակով փառահեղ ընդունելություն են կազմակերպում հայոց հայրապետի համար։ Իրականում շատ բան պարզ չէ, թե Պետրոս կաթողիկոսը Մոնոմախի հետ ինչ է բանակցել կամ ինչ է նրան խոստացել, բայց մի բան պարզ է. նա հայ առաքելական եկեղեցին չի հանձնել բյուզանդացիներին, որովհետև վերադարձել է Անի եւ շարունակել մնալ Գրիգոր Լուսավորչի գահին։ Ինչևէ, բյուզանդացիները դիվանագիտական ճանապարհով չհասնելով իրենց նպատակներին, Անիի Բագրատունյաց թագավորության դեմ պատերազմ են սկսում, որը տևել է մոտավորապես 4 տարի։ Այս պատերազմում քրիստոնյա տիրակալ Կոնստանդին Մոնոմախ կայսրը քրիստոնեական հայկական թագավորության դեմ դաշնակցեց նույնիսկ Դվինի Ամիրի հետ, ում խոստացել էր հանձնել բոլոր այն տարածքները, որոնք նա կգրավեր Բագրատունիներից։ Կայսրը նաև դաշնակցում էր Ատրպատականի մուսուլման տիրակալի հետ, նրան հրահրելով ռազմական ռեյդերով ներխուժել ու տակնու վրա անել Բագրատունյաց թագավորությունը։ Այնուամենայնիվ բյուզանդական ռազմական արշավանքները դեպի Անի արդյունք չեն տվել, ինչից հետո 1044 թվականին կայսրը Գագիկ II արքային հրավիրում է Կոնստանդնուպոլիս բանակցությունների։ Բյուզանդիայի մայրաքաղաք մեկնելուն դեմ էին սպարապետ Վահրամ Պահլավունին եւ զինված պայքարը շարունակելու կողմնակից հայ իշխանների մի հատվածը, սակայն Սարգիս Սյունեցի իշխանը, որն իր բյուզանդասիրության համար ստացել էր Վեստ, այսինքն արևմուտք մականունը եւ արքայազն Գագիկի խնամակալն էր եղել, կարողանում է երիտասարդ արքային համոզել ընդունել կայսեր հրավերն ու մեկնել Կոնստանդնուպոլիս։ Կա տեսակետ, որ հենց Վեստ Սարգիսն է Կոնստանդին Մոնոմախ կայսրին գլխի գցել, որ նա Գագիկ Բագրատունուն հրավիրի Կոնստանդնուպոլիս։ Ուշագրավ է, որ Գագիկ արքան Կոնստանդնուպոլիս է մեկնում մի իրավիճակում, երբ բյուզանդական զորքը Անիի մատույցներում էր։ Սա այն նույն զորքն էր, որի գրոհները հաջողությամբ հետ էր մղել Վահրամ Պահլավունի սպարապետը։ Այս զորքը համալրում չէր ստացել եւ ի վիճակի չէր գրավել Անին։ Մենք մոտեցանք այս պատմության կուլմինացիային ու եկեք փորձենք միասին հասկանալ, թե ինչպես ընկավ Բագրատունյաց թագավորությունը եւ իրականում ով հանձնեց Անին։ 1045 թվականին Գագիկ արքան Կոնստանդնուպոլսում է, որտեղ կայսրը նրան արքայավայել է ընդունում, բայց հասկացնում է, որ
նա թանկագին հյուր գերի է եւ այլևս չի վերադառնալու անի։ Գագիկին առաջարկվում է հանձնել անին, դրա փոխարեն ստանալ բյուզանդական մագիստրոսի կոչում, միաժամանակ Ցկյանս պահպանելով թագավորի տիտղոսը եւ որպես փոխհատուցում ստանալ Մալաթյան իր հարակից գավառներով։ Սկզբում երիտասարդ արքան համառում է, սակայն երբ կայսրը նրա դիմաց դնում է Անիի 40 բանալիները, Գագիկը հասկանում է, որ խաղն ավարտված է եւ համաձայնվում է այդ գործարքին։ Ըստ մինչ այժմ շրջանառվող դոմինանտ տեսակետի, Գագիկ արքան Կոստանդնուպոլիս մեկնելուց առաջ Անիի այդ խորհրդանշական 40 բանալիները հանձնել էր Վեստ Սարգիսին եւ Պետրոս Գետադարձ կաթողիկոսին։ Ըստ կասկածելի տեսության Անիի բանալիները կայսրին ուղարկել են հենց այդ նույն Վեստ Սարգիսը եւ Պետրոս կաթողիկոսը՝ ի նշան քաղաքը հանձնելու եւ հպատակության։ Այո, Վեստ Սարգիսը բյուզանդական գործակալ էր եւ դեռ Գագիկ II-ի թագադրումից առաջ էր, այսպես ասած, լոբինգ անում, որ Հովանես Սմբատի կտակն ի կատար ածվի, հույս ունենալով, որ կայսրը հենց իրեն է նշանակելու Հայաստանի կուսակալ։ Բայց ինչ կապ ուներ բանալիների հետ կաթողիկոսը։ Չէ՞ որ տրամաբանական հարց է ծագում։ Ինչու պետք է Գագիկ արքան Անիի պաշտպանությունը հանձնարարեր կաթողիկոսին եւ ոչ սպարապետ Վարան Պահլավոնուն։ Եվ սա այն դեպքում, երբ Վարան Պահլավոնին հաջողությամբ հետ էր մղել բյուզանդական բոլոր գրողներն ու լիովին տիրապետում էր ստեղծված ռազմական օպերատիվ իրավիճակին։ Շարունակենք այս հարցադրումների շարքն ու փորձենք տրամաբանական եզրահանգումներ անել։ Ինչու բյուզանդացիներն առանց կռվի 1045-ին մտան Անի։ Ինչու Վարան Պահլավոնու ղեկավարությամբ հայոց զորքը չդիմադրեց։ Եթե չդիմադրելու հրաման է տալիս անձամբ արքան, բայց հերակա, արդյոք Վարան Պահլավոնին չէր հասկանում, որ գերեվարված արքայի հրաման է դա, իսկ այդպիսի հրամանը չի կարող ոչ իրավական, ոչ էլ բարոյական ուժ ունենալ, ուստի այդպիսի հրամանը չպետք է կատարվի։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Իրականում Անին հանձնելու թագավորական հրաման, թեկուզ եւ սպառնալիքի տակ արված, թեկուզ եւ հերակա կարգով արված չի եղել։ Այո, նման հրաման ուղղակի չի եղել։ Համադրելով սկզբնաղբյուրները եւ դարերի բարձունքից ուսումնասիրելով 1000 տարի առաջ տեղի ունեցած այս իրադարձությունը, պետք է արձանագրենք, որ իրականում գործ ունենք մի իրավիճակի հետ, որ Անիի պաշտպանությունը, նույն ինքը այդ խորհրդանշական 40 բանալիները պետք է որ Գագիկ արքան տված լիներ նրանց, ովքեր կարող էին եւ համապատասխան ուժեր ունեին պաշտպանելու քաղաքը, իսկ դա կարող էր անել միայն բանակը եւ ոչ թե Վեստ Սարգիսը, առավել եւս կաթողիկոսը։ Ամենայն հավանականությամբ, երբ Անին պաշտպանող հայոց զորահրամանատարները, որոնք բոլորը միջնադարյան ֆեոդալներ էին եւ ծառայում էին միայն ու միայն իրենց բարձր ֆեոդալին, այսինքն թագավորին, իմացել են, որ Գագիկ արքան գերեվարված է ու այլևս ոչ կարող է հրամաններ տալ, ոչ էլ Անի է վերադառնալու։ Ուստի չկա թագավորը, չկա նաև թագավորին տրված նրա ստորականների երթումը։ Հիշենք, որ սա 11-րդ դարն է։ Այդ ժամանակներում երթումը տրվում էր ավագ ֆեոդալին, այսինքն բացարձակ ու միահեծան իշխանություն ունեցող թագավորին, եւ ոչ թե պետությանը կամ ասենք սահմանադրությանը։ Սրա վառապացուցն այն է, որ օրինակ 11-րդ դարի հայ պատմագիր Մաթեոս Սուրհայեցին Բագրատունյանց թագավորության անկման տարեթիվը համարում է ոչ թե 1045 թվականը, երբ հանձնվեց Անին, այլ 1079 թվականը, երբ Կիլիկիայի Կիզիստրա բերդում սպանվեց Գագիկ II, Բագրատունիների արքայատոհմի վերջին թագավորը։ Այսինքն Անիի Բագրատունյաց թագավորության արդեն 34 տարի գոյություն չուներ, բայց այդ ժամանակ արդեն ծմնդավի տիրակալ Գագիկը շարունակում էր ընկալվել որպես հայոց վերջին թագադրված արքա։ Ամենայն հավանականությամբ Վարան Պահլավոնին ու նրա զորահրամանատարները, հասկանալով, որ վերադաս ֆեոդալն այլևս չկա, խաղի մեջ չէ, անիմաստ են համարել զինված դիմադրության շարունակությունը, Անիի բանալիները հանձնել են քաղաքական իշխանության տեղապահին, այսինքն Վեստ Սարգիսին, ու հեռացել Անիից։ Վեստ Սարգիսն էլ բանալիներն ուղարկել է Գագիկ արքային գերեվարած կայսրին, ի նշան նրա, որ քաղաքը հանձնվում է կայսեր ողորմածությանը։ Միայն այս կերպ կարելի է բացատրել հանգամանքը, թե ինչու բյուզանդական գրողները հաջողությամբ հետ մղող հայոց բանակը չի դիմադրել ու լքել է Անին։ Արիստակես Լաստիվերցի պատմագիրը այսպես է ներկայացնում իրավիճակը։
Անիի արքունական ապարանքները դարձել էին ավերակ ու անմարդաբնակ, իսկ հայոց հեծելազորն անտերունց շրջում էր այս ու այն կողմ, ոմանք Պարսկաստանում, ոմանք Հունաստանում, ոմանք էլ Վրաստանում։ Նույնիսկ սեպուհների գունդն էր լքել երկիրը։ Այս իրավիճակում Անիի հանձնման մեղքը բարթել Պետրոս Գետադարց կաթողիկոսի վրա առնվազն ազնիվ չէ։ Կաթողիկոսը չուներ թագավորությունը հանձնել-չհանձնելու լիազորություններ կամ կաթողիկոսը չէ, որ քաղաքական ու ռազմական ճանապարհով պետք է պաշտպաներ Բագրատունյաց թագավորությունը։ Ինչ պետք է աներ Պետրոս կաթողիկոսը։ Բյուզանդական ոտնձգություններից պաշտպաներ հայոց եկեղեցին ու հայ ժողովրդի հոգևոր ինքնիշխանությունը, այո, դա նրան հաջողվել է։ Անիի թագավորությունը նվաճելուց հետո բյուզանդացիներն այդպես էլ չեն կարողացել հայ առաքելական եկեղեցին տարալուծել հունական եկեղեցու մեջ եւ հայերին քաղկեդոնական դարձնել։ Իդեպ հայ եկեղեցու ինքնուրույնության պայքարի համար Պետրոս Գետադարձը մեծ զրկանքներ է կրել։ Այսպես Անին նվաճելուց ընդամենը 1 տարի անց 1046-ին Պետրոս Գետադարձին բյուզանդական վարչակազմը հարկադրում է լքել Անին եւ տեղափոխվել Արծն։ Արդեն 1047-ի ապրիլին նրան ձերբակալում են, հետո ազատ են արձակում։ 1049-ին կաթողիկոսին կանչում են Կոնստանդնուպոլից։ Նա երևի հասկանում էր, որ ամենայն հավանականությամբ այլևս հետ չի վերադառնալու։ Ուստի մեկնելուց առաջ կաթողիկոսական օծմամբ Խաչիկ II անեցուն թողնում է որպես փոխանորդ Անիում։ Պետրոս Գետադարձը նաև հայ եկեղեցու մերոնն է Ախուրյան գետի մոտ գաղտնի վայրում պահում, որպեսզի բյուզանդացիների ձեռքը չընկնի ու չկարողանան ընդհատել հայոց եկեղեցական ավանդույթը։ 4 տարի Կոնստանդնուպոլսում աքսորականի վիճակում պահվելուց հետո Գետադարձին իրավունք է տրվում հաստատվել Սեբաստիայում, որտեղ եւ նա մնում է մինչեւ իր 1058 թվականը։ Անգամ հայրենիքից հեռու լինելով նա պայքարել է հայ եկեղեցու անկախության համար։ Աքսորի տարիներին Պետրոս Գետադարձի պատվերով Անանյա Սանահնեցին գրում է «Բան հակաճառության ընդդեմ երկաբնակած երգը», նպատակ ունենալով զորակցել հայ առաքելական եկեղեցու գաղափարական դավանաբանական ոգուն եւ ընտրած ճանապարհին ընդդեմ բյուզանդական նկրտումների։ Այն, ինչի մասին խոսեցինք, ցույց է տալիս, որ Անին չի հանձնել կաթողիկոսը։ Նախ, Անին նվաճելու եւ հայոց թագավորությունը վերացնելու համար 100 տարուց ավել հետևողականորեն աշխատել է բյուզանդական կայսրությունը։ Չէ՞ որ մինչև Անիին հասնելը Բյուզանդիան խարդախություններով ու դաժանությամբ լիկվիդացրել էր Տարոնի, Տայքի եւ Վասպուրականի հայկական պետական կազմավորումները։ Սրանք էլ կաթողիկոսը չէր հանձնել բյուզանդացիներին։ Այնպես որ, եթե Անիի Բագրատունյաց թագավորության անկման պատճառների մասին է խոսքը, ապա օբյեկտիվորեն կա 2 հիմնական պատճառ։ Առաջինը բյուզանդական նվաճողական քաղաքականությունն էր, երկրորդ պատճառն այն է, որ Բագրատունյաց արքայատոհմի ուշ շրջանի տիրակալները եւ հայոց ֆեոդալական վերնախավը երբեմնի մեծ հայքի թագավորության սահմաններում 10-րդ դարի սկզբից սկսած չեն կարողացել ապահովել քաղաքական միասնություն ու միասնական կենտրոնաձիգ իշխանության գոյություն, ինչի հետևանքով բաժան եղան ու հերթով փայ դարձան սկզբում բյուզանդացի, այնուհետև Կենտրոնական Ասիայից մեր տարածաշրջան ներխուժած քոչվոր նվաճողներին։ Եվ այո, ես գիտեմ, որ բնականon հարց է առաջանալու, ինչու է արդեն 100 տարի Անիի հանձնումը վերագրվում Պետրոս Գետադարձ կաթողիկոսին։ Պատճառը 1904 թվականին Բագրատ Այվազյանի հեղինակած Անիի կործանումը վեպն է, որը հետագայում վերահրատարակվել է 1936 թվականին, այնուհետև 1964-ին, այս անգամ արդեն 30,000 տպաքանակով։ Ով է Բագրատ Այվազյանը։ Թիֆլիսում բնակվող ռուսական կայսրության արխիվային չինովնիկ, ով գրական, կրկնում եմ, գրական ստեղծագործությամբ փորձել է Անիի հանձնման մեղքը բարթել Պետրոս Գետադարձ կաթողիկոսի վրա։ Ինչու է այսպես վարվել Բագրատ Այվազյանը, շատ պարզ պատճառով։ 1903-ին Նիկոլայ II ցարի վարչակազմը հայ եկեղեցու դեմ բռնաճնշումներ էր սկսվել, եւ Անիի կործանումը վեպի հրատարակմամբ ըստ էության պատմության կեղծարարությամբ փորձ էր արվում հայ ժողովրդին ասել. ահա սա է ձեր եկեղեցին, ահա այսպիսին է ձեր կաթողիկոսը։ Մյուս կողմից ցարական Ռուսաստանը, որ իրեն երրորդ Հռոմ էր հռչակել, այսինքն Բյուզանդիայի գործի բյուզանդական առաքելության շարունակող,
Անի հայոց թագավորության կործանման սլաքները հեռացնում էր Բյուզանդիայից։ Բա հո չէին ասելու՝ սիրելի հայեր, ձեր թագավորությունը վերածրել է Բյուզանդիան, այն նույն Բյուզանդիան, որի գործի շարունակողն է ցարական Ռուսաստանը։ Իսկ թե ինչու էր Բագրատ Այվազյանի վեպը մեծ տպաքանակով վերահրատարակվում նաև խորհրդային տարիներին, թերևս պարզ է։ Պատճառը խորհրդային հակաեկեղեցական քաղաքականությունն էր ու ինչպես ցարական վարչակազմին, այնպես էլ այդ ժամանակվա կոմունիստական իշխանություններին ձեռնտու էր ժողովրդական լայն զանգվածների աչքերում այս շատ նուրբ ու հայերի համար զգայուն հարցում սևացնել Պետրոս առաջին գետադարձ կաթողիկոսին ավտոմատ կերպով նաև հայ առաքելական եկեղեցում։ Ահա այսպես է անկում ապրել Բագրատունյաց թագավորությունը եւ այսպես են հետագայում ստեղծվել պատմությունը խեղաթյուրելու, իրական մեղավորներին մաքրագրելու, անմեղներին մեղավոր կարգելու միֆերը։ Եթե այս տեսանյութը հավանել ես, ապա գրանցվիր մեր էջին, լայքիր տեսանյութը, տարածիր կամ մեկնաբանիր։ Դրանով մեծ օգուտ կտաս այս նախագծի շարունակականությանը։ Դուք դիտում եք Մանդելայի էֆեկտը։ Կհանդիպենք։